Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հաջորդ ենթավերնագիրը մեր նախընտրական ծրագրի Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն հարաբերությունների մասին է։ 2023 թվականից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական առաքելությունը իր նպաստը բերեց մեր երկրի կայունության արևելյան սահմանների երկայնքով։ 2024 թվականին ընդունվել եւ կենսագործվում է Հայաստանին աջակցող ԵՄ դիմակայունություն եւ աճ ծրագիրը։ ԵՄ անդամ պետությունները կոնսենսուսային որոշմամբ Հայաստանին աջակցություն տրամադրեցին եվրոպական խաղաղության գործիքի ներքո։ 2025 թվականին ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Մեկնարկեց Հայաստան Եվրամիություն մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը, Հայաստանին փոխանցվեց այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը։ Մեկնարկեցին Հայաստան Եվրոպական միություն անվտանգության եւ պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները։ Նույն թվականին ստորագրվեց Հայաստան ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ 2018 թվականից ուժի մեջ է Հայաստան Եվրոպական միություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը միջև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի Եվրամիության չափանիշներին, ԵՄ-ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց եւ կախված կլինի նրանից, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո, Հայաստանի Հանրապետությունը կդիմի Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ, վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունը դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր։ Սա մի խոսույթ է, որի վերաբերյալ բազմիցս խոսել ենք եւ ես ավելի մանրամասն չեմ անդրադառնա, որովհետև ըստ էության տեքստի մեջ ամեն ինչ ասվեց եւ մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, թե ինչ նպատակներ ենք հետապնդում Եվրոպական միության հետ կապված մեր օրակարգերում։ Հաջորդ կետը վերաբերվում է Հայաստանի Հանրապետություն Եվրասիական տնտեսական միություն հարաբերություններին։ Եվ մենք արձանագրում ենք, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե Եվրասիական տնտեսական միության անդամ, թե Եվրոպական միության անդամ։ Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են, այսինքն ԵՄ-ի եւ Եվրասիական տնտեսական միության հետ մեր հարաբերությունների զարգացման օրակարգերը քանի դեռ համատեղելի են, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ եւ կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ։ Այս էլ է խոսույթ, որի մասին բազմիցս խոսել եմ։ Մենք գիտենք, որ համատեղելի չէ ԵԱՏՄ եւ Եվրոպական միությունը, բայց քանի դեռ մեր օրակարգերը համատեղելի են, մենք ընտրություն չենք կատարի։ Երբ որ կգա այն կետը, երբ որ պետք կլինի ընտրել, իսկ որ համատեղելիության մի տարածք կա, ակնհայտ է։ Եվ երբ որ կգա այն կետը, երբ որ համատեղելիության տարածք չլինի, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ժողովուրդը բնականաբար հանրաքվեով կկայացնի որոշում, կամ եթե որոշման մասշտաբները այլ լինեն, այլ իրավական ընթացակարգեր Հայաստանի Հանրապետությունը կկայացնի որոշում։ Քանի դեռ այս կետին չենք հասել, որևէ կամ որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Բազմակողմ այլ ձևաչափերի մասին մեր ասելիքը հետևյալն է։ Բազմակողմ ձևաչափերում Հայաստանի Հանրապետության ներգրավվածությունը կարևոր է հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը առավել արդյունավետ դարձնելու համար։ ՄԱԿ-ում եւ նրա մասնագիտացված առանձին մարմիններում
ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում, ԱՊՀ-ում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, Եվրոպական քաղաքական համայնքում Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ակտիվ անդամ։ Հայաստանի Հանրապետությունը դարձավ նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի անդամ եւ կշարունակի աշխատանքները այդ ձևաչափում։ 2026 թվականի հոկտեմբերից Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ COP17 համաժողովի նախագահությունը շուրջ 2 տարի հանդիսանալով շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գլոբալ որոշումների ընդունման կենտրոնական դերակատարում ունեցող երկիր, ինչը Հայաստանին բերելու է եւ բնապահպանական եւ միջազգային մակարդակում լավագույնս դիրքավորվելու մեծ հնարավորություններ։ Գիտեք, որ այս տարի մեծ երկու խոշոր միջազգային միջոցառում է նախատեսված մեր երկրում։ Առաջինը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն է, որ տեղի ունենալու մայիսի 4-ին, եւ երկրորդը COP17 կենսաբազմազանության COP17 համաժողովը, որը տեղի է ունենալու հոկտեմբերին, երկուսն էլ մասշտաբային մեծ միջոցառումներ են։ Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նաև Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցությամբ։ Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը կդիտարկի բազմակողմ այլ ձևաչափերում իր մասնակցության կամ դրանց հետ համագործակցության հարցը։ Բայց հապկում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես գիտեք, սառեցված է եւ ակտիվությանը վերադառնալուն ուղղված քայլեր չեն ձեռնարկվի։ Եվ սա արձանագրված է մեր նախընտրական ծրագրում։